ձեզ Արևելյան դպրոցում, սիրելիներ ջան, դուք հիմա գտնվում եք Արևելյան դպրոցի բնագիտական և հայրենագիտական լաբորատորիայի մուտքի մոտ, որտեղ մեր բնագիտության ու հայրենագիտության դասընթացներն է կատարում, հետո լաբորատորիան կմտնենք, ես ձեզ կներկայացնեմ նաև լաբորատորիայի գործունեությունը։ Այս փոքրիկ հատվածը իմ գոնե ամենասիրելի հատվածներից մեկն է, որովհետև դասընթացի ընթացքում ճիշտ է կարող է փոքր հողակտորա, բայց այստեղ փորձել ենք գործնական պարապմունքները այստեղ կատարել։ Այստեղ ինչն եմ սիրում, այս կանաչ անկյունում այնպես ենք անում, որ եւ ես մի մասը որ տեսական մասնացնում, մյուս մասը գործնի իր հատվածը, որ խնամում է, հետևում է, ջրում է, ցանում է, ստանալ սացիներ, ծաղիկներ, ամբողջ ձմեռվա ընթացքում մենք ծաղիկներ տեսնում սովորողները ցանել են սերմերը, ու սերմերից ստացել են սացիներ։ Այս սացիները հիմա արդեն իրանք տեղափոխվում են դուրս, արդեն բակերում իրենց տեղն են գտնում։ Այսինքն ամեն ինչ սկիզբ առնում այստեղից։ Աշնանը մենք հավաքում ենք, կազմակերպում ենք սերմնահավաք, հետո կատարում ենք սերմնացան, սերմնացանից հետո արդեն մենք սացիները տեղափոխում ենք բակ։ Այսինքն ամեն ինչը սկիզբը առնում հենց այստեղ։ Ինքը ինչ տեսակ։ Տարբեր։ Հետաքրքիր տարբեր են, մի տեսակ չի, բոլորը տարբեր են, մենք այստեղ նույնիսկ ունենք ամաների վրա են դրած։ Ինքը արդեն բան տա, ծաղիկներ տան, ունեն ծաղիկներ, հենա, մեկը ունի։ Նայեք, այ հիմա որ նայեք։ Սովորաբար լոլիկը տեսեք, հա, տարբեր սորտերի ելնելով 90-ից 120 օրում արդեն 3, 4, 5, 6, 7 արդեն ծաղիկը գա։ Այսինքն բնությունը իր բանը կատարում է։ Հիմա տեսնենք, այստեղ նայեք, ես ուղղակի թաքցրել եմ իրան, այստեղ մենք ունենք, ինչ ա գրած, դեղին մսոտ, սա հայտնվենք, մենք իրան լուծում ենք, նոր կյանք ենք տվել, արդյունքների պես փորձել ենք տնկել տարբեր տեսակի ծաղիկներ ու տեսնենք ինչքանով կկարողանանք այս իրան սիրունությունը պահել։